Լուծենք նաև 25, 26, 28 առաջադրանքները 25 թվականի փորձնական թեստին։ Տրված է հետևյալ ֆունկցիա։ Պետք է 25-րդ առաջադրանքում գտնենք նախ որոշման տիրույթը։ Գտնել որոշման տիրույթը։ Ուշադիր նայենք, այստեղ որտեղ պետք է զգույշ լինենք։ Հայտարարը հավասար չէ 0-ի։ Եթե փորձենք լուծել, մեկը տեղափոխենք աչքում, թվի քառակուսին երբ է մինուս 1։ Չի լինում, այնպես որ այստեղ այնպիսի x չկա, որ չի կարելի, դրա համար որոշման տիրույթը որ պատասխանն ենք ընտրում։ DF-ը դե որոշման տիրույթն է։ Երկրորդ պատասխանը պատկանում է մինուս անվերջությունից պլյուս անվերջություն։ Ինչ x ուզեմ կդնենք։ Ամենափոքր արժեքը x քառակուսու 0-ն է, 0-ին հետ գումարած մեկ արդեն դինում է 1 հայտարարում, այնպես որ որոշման տիրույթի կապված խնդիր չունենք, R-ը։ Հիմա 26-ում պահանջում է ածանցել, գտնել ածանցալը։ Մինուսը գրենք 2x-ի հետ, ածանցենք։ F'(x)-ը հավասար է մինուս 2x հարաբերած x քառակուսի պլյուս 1, պետք է հաշվենք սրա ածանցալը։ Կոտորակ է, ինչպես ենք ածանցում, հիշենք կանոնները։ Համարիչի ածանցալ, անգամ հայտարար, հանած հայտարարի ածանցալ, անգամ համարիչ, ուշադրներ, անգամ համարիչ, հարաբերած հայտարարի քառակուսին։ Կարծեցնում է։ Մինուս 2x-ի ածանցալը մինուս 2, մինուս 2 անգամ x քառակուսի, մինուս 2 անգամ 1։ Հանած, սրա ածանցալը 2x, 2x անգամ մինուս 2x, արդեն կլինի պլյուս 4x քառակուսի, 2x անգամ 2x, 4x քառակուսի։ Նման անդամների միացումն է, ինչ կլինի։ Մինուս 2 պլյուս 4 լինում է 2x քառակուսի, մինուս 2 հարաբերած x քառակուսի պլյուս 1-ի քառակուսին։ Երկուսն ընդհանուր ենք անում և որպես պատասխան կունենանք հետևյալը, երրորդ պատասխանը։ Երկու անգամ x քառակուսի մինուս 1 հարաբերած 1 պլյուս x քառակուսի քառակուսին տարբերություն չկա։ 26-ի պատասխանը ընտրում ենք երրորդը, 25-ի պատասխանը երկրորդը։ Հիմա գրենք 27-ը, նվազման միջակայքը։ Ածանցալը հավասարեցնում ենք 0-ին։ Երբ կարող է 0 լինել հարաբերությունը։ Համարիչը 0-ը։ Արդեն տեսանք, հայտարարը 0 չէ, նորից չգրենք։ Հայտարարը արդեն վերևում ստուգել ենք։ X քառակուսի պլյուս 1-ի քառակուսին 0 չի կարող լինել։ Բաժանում ենք 2-ի, 0-ն բաժանած 2-ի 0, x քառակուսին 1, x-ը ստացվում պլյուս մինուս 1։ Այսինքն x-ի այս արժեքները համարվում են ֆիզիկական կետեր, տեղադրում ենք թվային ուղի վրա, արժեքներ տալիս։ Հիմա եթե արժեքներ տան, այստեղ ավականությունը դրական է, 1-ից մեծ 2-ը պլյուս, մինուս, էլի պլյուս։ Պլյուս նշանակն է ֆունկցիան աճում է, մինուս նվազում է, պլյուս էլի աճում է։ Ուրեմն նվազման միջակայքը որը կլինի։ Մինուս 1-ից 1, հիմա հաց։ Ներառել ենք գրնի թե ոչ։ Ներառել է, որտեղ որոշման տիրույթին պատկանում է երկուսն է, սա նվազման միջակայքն է։ Նվազման միջակայքը ընտրում ենք 4-րդ տարբերակը 27-ը և 28-ը պահանջում է գտնել փոքրագույն արժեքը։ Եթե ունենք պլյուսից մինուս անցում, ինչ կետ էր համարվում, աճում էր, հետո նվազում էր մաքսիմումը։ Եթե նվազում է, հետո աճում է, մինիմումի կետ։ Նա մեզնից ուզում է ֆունկցիայի փոքրագույն արժեքը։ Փոքրագույն արժեք ընդունում է 1 կետում, բայց պետք է տեղադրենք ֆունկցիայի մեջ։ Ֆունկցիայի մեջ տեղադրելու համար պետք է հաշվել ֆունկցիայի արժեքը 1 կետում, որը մինիմումի կետ է։ Ինչ կլինի։ Մինուս 2 անգամ 1 հարաբերած 1-ին գումարած 1, ստացվում է մինուս 1, ընտրում ենք երրորդ պատասխանը։ Այսքանը։